ՀԾՀ -915 և 7329 տարբերակներում կատարված են առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված փոփոխությունները։ Համակարգը թարմացնելու համար անհրաժեշտ է օգնություն բաժնից ստուգել թարմացումները, բեռնել և տեղադրել։ Ավելացվել են նոր տեղեկատուներ, աշխատակիցների ապահովագրության կարգավիճակներ, ապահովագրավճարների սանդղակ և նոր հաշվետվություն ապահովագրավճարների հաշվարկային տվյալներ։ Փոփոխություն ունենք նաև աշխատակիցներ տեղեկատուում։ Բացենք տեղեկատուն։ Աշխատակցի օրենսդրական էջում ավելացվել է առողջության համընդհանուր ապահովագրություն բաժին, որտեղ բոլոր աշխատակիցների համար ծրագիրն ավտոմատ լրացնում է 2025 թվականի դեկտեմբեր ամսաթիվը և կարգավիճակը չի վճարում։ Նոր աշխատակից գրանցելիս դաշտերն ակտիվ են և պարտադիր է լրացնել։ Այժմ տեսնենք, թե ինչպես պետք է աշխատակիցների համար սահմանել ապահովագրության նոր կարգավիճակներ 2026 թվականի հունվար ամսից սկսած։ Սա այն դեպքն է, երբ դեկտեմբեր ամսվա համար հաշվարկներն ու պահումները արդեն իսկ ծրագրում կատարված են և թարմացումից հետո աշխատավարձի հաշվարկները կատարվում են հունվար ամսից սկսած։ Բացենք ապահովագրավճարների հաշվարկային տվյալներ հաշվետվությունը։ Օրենքի համաձայն 2026 թվականի հունվարին աշխատակցի ապահովագրավճարի կարգավիճակը որոշվում է հիմք ընդունելով 2025 թվականի նոյեմբեր ամսվա աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները։ Ամիս տարի դաշտում ընտրենք նոյեմբեր 2025 թվական։ Պայմանագրի տեսակը ընտրենք աշխատանքային և սեղմենք կատարել։ Տեսնում ենք ըստ աշխատակիցների նոյեմբեր ամսվա աշխատավարձերը, դրան հավասարեցված վճարումները և ընդհանուր հատկացումները։ Ֆիլտրի միջոցով ցանկում թողնենք 200,000 դրամից ավելի գումարով տողերը։ Սեղմենք ձագարի նշանին, ֆիլտրելու կանոններ նշենք մեծե 200,000-ից։ Ցանկից անհրաժեշտ է հանել նաև օրենքով նախատեսված դեպքերը, երբ ապահովագրավճար չի պահվում, օրինակ 65 տարեկանից մեծ աշխատակիցներին։ Ստեղնաշարի պլյուս նշանով նշենք տողերը և աջ կլիկով սեղմենք ավելացնել ապահովագրության նոր կարգավիճակ հրամանը։ Ամսաթիվը նշենք 010126 և ընտրենք կարգավիճակը։ Եթե ապահովագրավճարի պահումը կատարվելու է աշխատակցից, ընտրում ենք վճարում է։ Իսկ եթե գործատուի միջոցների հաշվին է, ընտրում ենք գործատուն է վճարում։ Օրինակում ընտրենք վճարում է տարբերակը, սեղմենք կատարել։ Աշխատակիցների կարգավիճակները կարող ենք տեսնել աշխատակիցների ապահովագրության կարգավիճակներ տեղեկատուում։ Ընտրենք աշխատանքային պայմանագրերը և սեղմենք կատարել։ Ցանկում տեսնում ենք բոլոր աշխատակիցների կարգավիճակները ըստ ամսաթվերի։ Կարող ենք ավելացնել նոր կարգավիճակ, խմբագրել կամ հեռացնել։ Հաջորդ քայլով անհրաժեշտ է համակարգային հավելում պահումներում նշել ապահովագրավճարների հաշվառման հաշիվը։ Աշխատակիցներից պահվող ապահովագրավճարների հաշիվը նշվում է 912 կոդով տողի վրա։ Խմբագրենք այն և նշենք դրա համար նախատեսված հաշիվը, օրինակ 524/94 հաշիվը։ Գործատուի միջոցներից վճարվող ապահովագրավճարների հաշիվը լրացվում է 979 կոդի վրա։ Այժմ հունվար ամսվա համար հաստատենք հավելում։ Ընտրենք հավելման տեսակը, սեղմենք լրացնել, գրանցենք փաստաթուղթը։ Ընդլայնված հաշվետվությունով ստուգենք պահումները։ Արտացոլվում է ապահովագրավճար սյուն։ Վճարող կարգավիճակ ունեցող աշխատակիցներից պահվել է 4800 կամ 10800 դրամ ապահովագրավճարի սանդղակին համապատասխան։